Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք ձեր հետ քննարկելու ենք այն իրադարձությունը, որը տեղի է ունենում այսօր Թբիլիսիում, այսօր ապրիլի 17-ն է եւ Թբիլիսիում արտաքին գործերի փոխնախարարներ են հավաքվել Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եւ այցով են գտնվում այստեղ Թբիլիսիում ուրեմն Ադրբեջանի եւ Հայաստանի փոխնախարարները եւ երրակողմ հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում առաջի այսպիսի երրակողմ հանդիպումն է, որի ընթացքում տարբեր հարցեր են քննարկել։ Ես առաջի հերթին միջև անցնելը բուն հարցին ձեզ կոչ եմ անում անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք զանգակը, լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, ինչպես նաեւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում այս վերլուծության նշված PayPal-ի եւ կրիպտոարժույթների հասցեների միջոցով։ Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա կուսումնասիրենք Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը այս հանդիպման մասին եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից դեռ հայտարարություն չի արվել այս թեմայի շուրջ։ Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, այսօր ապրիլի 17-ին Թբիլիսիում, Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ երրակողմ հանդիպում ուրեմն Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործ նախարարների մակարդակով։ Ուրեմն արտգործնախարար հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին եւ խոսել է Հարավային Կովկասում ռազմավարական կարեւորության մասին Հարավային Կովկասի տարածաշրջանի հնարավորությունների եւ համագործակցության տարբեր ձևաչափերի մասին։ Ինքը այսպես է նշել, որ այնինչ մեզ միավորում է եւ այսօր մեզ հավաքել է մեկ ուրեմն սեղանի շուրջ, սա Վրաստանի ցանկությունն է, որ օգնի տարածաշրջանային համագործակցությանը եւ համատեղ շահերի ուրեմն ձևավորմանը։ Հարավային Կովկասը ըստ իրեն ունի կարևոր ռազմավարական դեր եւ ռազմավարական տարածաշրջանը մեծ հնարավորություններ ունի, որին հասնել կողմերը մենք բոլորս կարող ենք հասնել միասին։ Այս հարթակի նպատակն է, որ մենք կիսվենք տարբեր կարծիքով այս ուրեմն համագործակցության մասին եւ շատ կարեւոր է այսպիսի հարթակը։ Երրակողմ ըստ Վրաստանի արտաքին գործերի դեֆակտո նախարարի երրակողմ հանդիպման ուրեմն փակ հատվածում այդտեղ հանդիպման ընթացքում մասնակցում էր փոխարտգործնախարարը Վրաստանի Լաշա Դարսալյան, Ադրբեջանի փոխարտգործնախարարը Էլնուր Մամադովը եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը եւ պատվիրակությունների անդամներ։ Գլխավոր նպատակն էր այս հանդիպման 3 պետության համատեղ շահերի եւ համատեղ կարծիքների ուրեմն կիսել է միմյանց, ես ուղիղ թարգմանում եմ վրացերենից, որը կօգնի նրան, որ հարաբերությունները ավելի զարգանան, դառնան ավելի պրակտիկ եւ տարածաշրջանում ավելի կայունություն եւ զարգացում լինի։ Հետաքրքիր այն է, որ երրակողմ այս հանդիպումը չի հակասում եւ չի փոխարինում որևէ ուրիշ ստեղծված ձևաչափը հարաբերությունների, դրա փոխարեն ներկայացնում է 3 հարևան պետության միասնական կոնստրուկտիվ եւ միմյանց շահերին համապատասխանող հարթակ։ Եվ միջև այս հանդիպման սկիզբը ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եւ դրա հետևանքում է տեղի ունեցել այս պայմանավորվածությունը,
որը հիմա տեղի է ունեցել այսօր, այս հանդիպումը։ Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների, այստեղ նշվում է, որ եռակողմ նախաձեռնություն է, հետաքրքիր է սա, որ Ջեյհուն Բայրամովի, Մակա Բոճորիշվիլիի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի եռակողմ ուրեմն նախաձեռնությունով տեղի ունեցավ Թբիլիսիում այս հանդիպումը փոխարտգործ նախարարների մակարդակով։ Էլնուր Մամադովը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, Լաշա Դարսալյան եւ Վահան Կոստանյանը ողջունել են առաջի եռակողմ հանդիպումը 3 հարավային կովկասյան պետությունների եւ ճանաչել են, որ 3 այս պետությունը ունեն հնարավորություն համագործակցության, միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը ամբողջությամբ ճանաչելու դեպքում, որը հիմնված է դրա վրա։ Այս հանդիպման նպատակն է, ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, համատեղ շահերը, համատեղ նպատակները կայուն զարգացման եւ բարգավաճման ուղղությունով առաջ տանել, բացի դրանից համագործակցել այս ուղղություններով եւ ստեղծել կայուն եւ զարգացող հարավային Կովկասի տարածաշրջան։ Այս հանդիպումը նպատակ ուներ, որ սպասարկեր բաց կարծիքների փոխանակմանը եւ տարբեր կարծիքների ներկայացմանը տարբեր հարցերի շուրջ։ Վերջում մասնակիցները ողջունել են այս պոզիտիվ եւ կոնստրուկտիվ մթնոլորտը, որում այս հանդիպումը տեղի ունեցավ եւ նշել են, որ առաջի փուլը այս հանդիպումների, այս ձևաչափի կարելի ասել, ստեղծելն է վստահություն կողմերի միջև եւ ապագայում այս ուրեմն ֆորմատը, ձևաչափը կարա զարգանալ դեպի ավելի բարձր աստիճան։ Սիրելի հայրենակիցներ, հետաքրքիր տարբերությունները Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններում։ Վրաստանի կողմը նշում է, որ Վրաստանի նախաձեռնությունով է այս հանդիպումը տեղի ունեցել, ադրբեջանական կողմը նշում է, որ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի նախաձեռնությունով է այս հանդիպումը տեղի ունեցել։ Ադրբեջանական կողմը նշում է տարածքային ամբողջականության հարցը, վրացական կողմը դա ուղղակի իր տեքստում չի նշում, բայց կարծում եմ, որ դա իրոք կքննարկվեր ինչպես հիմք այս հարաբերությունների զարգացմանը։ Վրացական կողմը նշում է, որ սա չի փոխարինում որևէ ուրիշ ֆորմատ, ադրբեջանական կողմը սա չի նշում, ես կարծում եմ, որ սա հայկական կողմի ցանկությունը կլիներ, որ պարզաբանել, որ այս ֆորմատը որևէ ուրիշ ֆորմատի փոխարեն գոյություն չունի, որովհետև Հայաստանը ունի Ադրբեջանի հետ նաև ուրիշ ձևաչափեր բանակցությունների, կլինի դա բրյուսելյան, որը չի գործում, կլինի դա վաշինգտոնյան, որը չգիտենք կգործի թե չէ, եւ հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմը ավելացնում է նաև այս հայտարարության մեջ կարևոր մի թեզ, որը վերաբերվում է նրան, որ ապագայում կարա տեղի ունենալ համատեղ հանդիպում արդեն ավելի բարձր մակարդակով։ Հիմա այս ինչա նշանակում, այս նշանակում է, որ ապագայում Ադրբեջանի կողմը փաստորեն ցանկանում է, որ նաև հնարավորություն ստեղծվի ուրեմն եւ փոխարտգործ նախարարների մակարդակով տեղի ունենա հանդիպում։ Ես նաև տեսա, որ հենց նոր հայկական արտաքին գործերի նախարարությունն էլ տարածել տեղեկատվություն այս հանդիպման մասին եւ իհարկե մենք հիմա ձեր հետ միասին նաև կվերլուծենք այս հայտարարությունը։ Այստեղ նշված է, որ այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ հանդիպում, որը նախաձեռնված է
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Հայաստանի արտաքին գործերի նախարար եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից։ Արդեն հետաքրքիր տարբերություն է, համընկնում է Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումը, Վրաստանի մոտեցման հետ տարբերվում է այն առումով, որ Վրաստանը ընդգծում է, որ միայն իրենց նախաձեռնությունով է սա տեղի ունեցել։ Բայց դա ես չեմ կարծում, որ լուրջ հարց է կամ խնդիր է, որովհետև Վրաստանը իհարկե փորձում է իր դերը այդտեղ ընդգծել։ Սկզբից հանդիպման Լաշա Դարսալյան, Վահան Կոստանյանը եւ Էլնուր Մամադովը ողջունել են այս ձևաչափը եւ նշել են, որ այո, հարևանները ունեն հնարավորություն զարգացնեն տարածաշրջանային հարաբերությունները սուվերենության եւ տարածքային ամբողջականության հիմքի վրա։ Հայկական կողմն էլ է նշում այս տեքստը։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ հայկական կողմի հաղորդակցության մեջ կա, որ փոխարինել են տարբեր կարծիքներ եւ վերջում նշել են, որ պոզիտիվ հանդիպում տեղի ունեցավ եւ բացում է հնարավորություն ավելի բարձր մակարդակով հետագա հանդիպումը, որ տեղի ունենա։ Այս ավելի բարձր մակարդակով հետագա հանդիպման մասին կա նաև ադրբեջանական հատվածում, տարածքային ամբողջականության հարցն էլ կա ադրբեջանական հատվածում, մնացածը կարելի ասել կենսական տարբերություն այստեղ այս հայտարարությունների միջև մենք չենք տեսնում, սիրելի հայրենակիցներ։ Ընդհանուր առումով զուտ այն պաշտոնական տվյալները, որը մենք հիմա ունենք, ես ձեզ ծանոթացրեցի եւ կարծում եմ հասկանալի է։ Հիմա ես իմ վերլուծությունը սրանք ավելացնեմ, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Իրականում իմ պատկերացումով վրացական կողմը ցանկանում է, որ ունենա տարածաշրջանային էլ ավելի մեծ դեր։ Սա գալիս է նաեւ նրանից, որ Վրաստանի այսօրվա արտաքին գործերի նախարարը մեկուսացված է, այցելելու հնարավորությունները նվազել է, եվրոպական եւ Միացյալ Նահանգների հետ, եվրոպական պետությունների հետ համագործակցություն գրեթե չկա, այցեր կարելի ասել ընդհանրապես չկա եւ Վրաստանին պետք է իր լեգիտիմությունը ստանա, որ այսպիսի ձևաչափ ստեղծի եւ ստեղծվում է, սրանով Վրաստանը իր դերը աճում է եւ արևմուտքը կարա ստիպված լինի համագործակցել Վրաստանի այսօրվա իշխանությունների հետ այս հարցերի շուրջ, Հայաստան-Ադրբեջան հարցերի շուրջ, հաշվի առնելով, որ այս ֆորմատը ստեղծելը Վրաստանը իրոք կարա առաջի հերթին չեզոք լինի այն առումով, որ երկուսն էլ հարևան պետություն են, բայց լիարժեք չեզոք դեր չի կարող զբաղեցնել իրականում, որովհետև Վրաստանը այսօր ավտորիտար պետություն է, շարժվում է դեպի ավտորիտար ճամբար, իսկ Հայաստանը ժողովրդավար պետություն է եւ Վրաստանի հետ միասին պետք է որ շարժվել դեպի Եվրոպա, Եվրոմիություն, բայց այս պահին միայնակ է կարելի ասել շարժվում դեպի Եվրոմիություն, իսկ Վրաստանի ուրեմն հարցում Վրաստանը շեղվել է եվրոպական ինտեգրացման գործընթացից, ինչը շատ կարևոր է։ Վրաստանը ուստի իմ պատկերացումով ցանկություն ունի, որ ստանա ել ավելի կարևոր դեր տարածաշրջանային, իհարկե Վրաստանը ունի ազդեցության մեխանիզմներ Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, չմոռանանք, որ Հայաստանի տնտեսության մեծ մասը անցնում է Վրաստանով, Ադրբեջանի տնտեսության մեծ մասը անցնում է Վրաստանով, Ադրբեջանի նավթի եւ գազի էքսպորտը անցնում է Վրաստանի տարածքով, Հայաստանի համար կենսական է նաեւ Վրաստանի կարևորությունը, Վրաստանում կա հայկական եւ ադրբեջանական համայնքներ, մի խոսքով Վրաստանը ունի ազդելու տարբեր լծակներ, ինչը նշանակում է, որ այս հանդիպումը նախաձեռնելը Վրաստանի համար բարդ չէր եւ չէր լինի, բայց հարցը նրանում է, թե ինչքան արդյունավետ կլինի։ Առաջի հերթին սա շատ արդյունավետ կարա լինի, եթե Վրաստանում լինի եվրոպամետ ազգային իշխանություն եւ լինի սուվերեն իշխանություն։ Հաշվի առնելով, որ այս իշխանությունը հակաեվրոպական, հակաարևմտյան եւ պրոռուսական է, խնդրահարույց է մնում այն փաստը, որ Վրաստանը լինի այսպիսի միջնորդ։ Իհարկե հրաժարվել այս ձևաչափից Հայաստանը պետք չի, բայց այս ձևաչափը չպետք է դառնա գլխավոր ձևաչափ եւ չպետք է ընկալել Վրաստանը, այսօրվա Վրաստանը առնվազն այսօրվա իշխանությունով, ինչպես
այնպիսի միջնորդ, որի վրա կարելի է հույս դնել եւ այնպիսի միջնորդ, որը կլինի կամ չեզոք կամ կպաշտպանի ժողովրդավարության, տարածքային ամբողջականության կամ ուրիշ հարցերը, այսօրվա Վրաստանը հեռանում է ժողովրդավարությունից եւ Ադրբեջանի, Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ շատ մոտ է։ Ես կասեի, որ Վրաստանը այսօր այս ձևաչափով ել ավելի նմանվում է Ռուսաստանին եւ ինչ-որ առումով այս հանդիպումը նման է Մոսկվայի հանդիպումներին, որովհետեւ այստեղ ռուսական կայսրի Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Բիձինա Իվանիշվիլին ինքն է այս բանակցությունները կարելի ասել ծավալում Մակա Բոճորիշվիլի կամ ուրիշների օգնությամբ։ Ուստի պետք է լինել շատ զգույշ, պետք է իհարկե մասնակցել, բայց պետք է մասնակցել առնվազն այնպես, որ սա չստեղծի խնդիրներ, որովհետև առանց արևմուտք այսպիսի բանակցությունները լուրջ խնդիրներ կարող պարունակեն։ Ադրբեջանը այսօր Վրաստանի հանդեպ իրեն զգում է շատ հզոր եւ Թուրքիան նաեւ շատ մեծ դեր ունի Վրաստանում։ Մի խոսքով այս հարթակում Ադրբեջանը շատ իրան կարելի ասել հարմար է նաեւ զգում, որովհետեւ Վրաստանը եւ Հայաստանը շատ թույլ են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համեմատ այդ հարթակում, իսկ Թուրքիան այդտեղ չկա, բայց Թուրքիան ներկա է։ Հայաստանը այդ հարթակում դաշնակից չունի։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չի։ Ռուսաստանը Վրաստանի դաշնակիցն է, Վրաստանի այսօրվա իշխանությունների դաշնակիցն է։ Ուստի կարող ասեմ այդ հարթակը ինչ որ առումով 3+3-ին է նման։ Թուրքիա, Ադրբեջան միասին, Վրաստան, Ռուսաստան միասին, Իրանն էլ կարելի ասել ինչ որ առումով նաև դեմա տարածաշրջանում արևմուտքի ներկայության ընդհանուր առումով։ Ուստի ընդհանուր առումով կարելի ասել դրական է, որ այսպիսի հանդիպում տեղի ունեցավ, մենք կշարունակենք իհարկե հետևել ձեր հետ միասին, արդյոք տեղի կունենա ավելի բարձր մակարդակով հանդիպում, նկատի ունեմ արտաքին գործերի նախարարի աստիճանով մակարդակով։ Դրանից հետո կարա տեղի ունենա, եթե տեղի ունենա այսպիսի հանդիպում, ապա ավելի բարձր մակարդակով եւ այդ դեպքում կարա Վրաստանի նախագահը, Հայաստանի նախագահը եւ Ադրբեջանի վարչապետը ներառվեն այդ մակարդակով հանդիպման եւ ամենաբարձր աստիճանը իհարկե Վրաստանի վարչապետ, Ադրբեջանի նախագահ, Հայաստանի վարչապետ, հաշվի առնելով պետական կառավարման համակարգները, Կոբախիձե, Ալիև, Փաշինյան երակողմ հանդիպումը։ Արդյոք տեղի կունենա, չգիտենք, տեսնենք, սպասենք զարգացումներին, այսօրվա համար այսքանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։